Հայելի տեղեկություններով Մարտուն Գրիգորյանն այսօր հայտարարությամբ հանդես կգա, նշվում է, որ նա պատրաստվում է աջակցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Նշենք, որ Մարտուն Գրիգորյանն ընտրություններից առաջ պնդում էր, որ իր հորն ու տղային բռնել են, որովհետև ինքը բացահայտել է իշխանության սուտը, թե բոլորը, այդ թվում ինքը, պիտի միանան Վարդանիկին։ Հիմա բոլորն արդեն միացել են, բացի իրենից, եթե ինքն էլ միանա, ապա կստացվի, որ քաղաքացիական պայմանագիրը բացարձակ ճիշտ էր ասում, իսկ ինքը բացարձակ ստախոս է, ու թե ինչպես պիտի ստախոսի պիտակով շրջի Գյումրիում, մեծ հարցական է, գրել էր Civic.am-ը։ Դե ինչ սպասենք հետագա զարգացումներին, միացեք մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկանաք Մարտուն Գրիգորյանի որոշման մասին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ինչ եք կարծում, ում կմիանա Մարտուն Գրիգորյանը և ինչ որոշում կկայացնի վերջապես։ Գյումրիի քաղաքապետի ընտրությունները ստեղծել են քաղաքական անհստակ իրավիճակ, որի հանգուցալուծման համար տարբեր սցենարներ են քննարկվում։ Որոշում չընդունելը նույնպես որոշում է, այսպես են գնահատում նաև բազմաթիվ վերլուծաբաներ։ Եթե Մարտուն Գրիգորյանը չի որոշում այն, ինչ ցանկանում են այլոք, դա չի նշանակում, որ նա որոշում չի կայացրել, նրա այսօրվա դիրքորոշումը կարող է լինել հետևյալը. Չաջակցել այս պահին Վարդան Ղուկասյանի թեկնածությանը, առաջնորդվել Տիմ մասին օրենքով և սպասել ընտրական գործընթացի հաջորդ փուլերին։ Ըստ օրենքի, եթե չկա մանդատների 50%-ից ավելին հավաքած ուժ, ապա յուրաքանչյուր ֆրակցիա կարող է առաջադրել իր թեկնածուին և ընտրությունը կատարում են ավականու բոլոր անդամները։ Սա նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանը կարող է ինքն էլ առաջադրել իր թեկնածությունը։ Անկախ նրանից, թե ինչ են հայտարարել Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը, ավականու անդամներն ունեն ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք։ Ինչպես պատգամավորը պարտավոր չէ անպայման քվեարկել իր ֆրակցիայի ղեկավարի որոշմամբ, այնպես էլ Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի ֆրակցիաների ավականիները պարտավոր չեն քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Օրենքը հստակ սահմանում է, որ ավականու անդամը պետք է առաջնորդվի օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքներով։ Օրենքը չի պարտադրում, որ երկրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուին պետք է աջակցեն բոլորը, քանի որ միանձնյա հաղթող չկա, բոլոր թեկնածուներն ունեն հավասար կարգավիճակ։ Այսպիսով, ստվերային բանակցություններն այժմ ընթանում են այն հարցի շուրջ, թե ավականու մեծամասնությունն ի վերջո ում օգտին կքվեարկի, եթե առաջադրվեն մի քանի թեկնածուներ։ Մարտուն Գրիգորյանը ընտրել է այս մարտավարությունը, քանի որ գիտի, որ Վարդան Ղուկասյանի հանդեպ հանրային լայն համակրանք չկա և գուցե հնարավոր է համոզել մնացածին ավականու առաջին նիստում քվեարկել իր օգտին, եթե ոչ, ապա քննարկել այլ կոմբինացիաներ, օրինակ ստանալ փոխքաղաքապետի պաշտոնը կամ այլ վարչական լծակներ։ Հետևաբար նրա դիրքորոշումը դեռևս բաց է մնում և առաջիկա օրերին պարզ կդառնա, թե քաղաքական ինչ զարգացումներ տեղի կունենան Գյումրիում։ Չենք կարող Մարտուն Գրիգորյանին ճնշել, բայց մեր կարծիքը հայտնել ենք, ասել է Տիգրան Աբրահամյանը։ Մեր գործընկեր Մարտուն Գրիգորյանը չի եղել և չի ներկայացնում Հանրապետական կուսակցությունը։ Պատիվ ունեմ դաշինքում Մարտուն Գրիգորյանը հայտնվել է Հայրենիք կուսակցության քվոտայով, ասուլիսի ժամանակ հայտնել է Ազգային ժողովի Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը և անդրադառնալով այն հարցին, թե Մարտուն Գրիգորյանը պետք է միանա Վարդան Ղուկասյանին, թե ոչ, ընդգծել է. ՀՀԿ-ն այս գործոնները հաշվի առնելով իրեն չի կարող իրավունք վերապահել մեր խմբակցության անկուսակցական անդամի նկատմամբ ոչ ճնշում գործադրելու, ոչ ուղղորդելու, ոչ էլ նրան ասելու այն իրականությունը, որով նա պետք է շարժվի։ Մենք նրան հայտնել ենք այս թեմայի հնարավոր հանգուցալուծման հետ կապված կարծիքը, բայց զերծ ենք մնում դա հանրայնացնելուց։ Падգամավորը ընդգծել է նաև, որ վերջին օրերին Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ տարածվող տեղեկատվական հոսքը համարում է գարշելի և անընդունելի։ Նրա խոսքով Գրիգորյանը որպես մարդ և քաղաքական գործիչ որևէ կերպ արժանի չէ նման վերաբերմունքի։ Այս օրերին շատ կողմեր թեման օգտագործում են Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի թիրախավորման համար։ Կա տպավորություն, որ որոշ ուժերի նպատակը ոչ թե Գյումրիում Վարդան Ղուկասյանին
քաղաքապետ դարձնելն է, այլ Մարտուն Գրիգորյանի հայտարարություններն օգտագործելով կուսակցության դեմ արշավը շարունակել է։ ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած պայքարի ամենակոշտին էլ և մենք թույլ չենք տա, որ մեր անունը, մեր ուժի քաղաքական գործունեությունը որևէ ձևով վարկաբեկվի կամ սևացվի, ասել է Աբրահամյանը։ Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, Տիգրան Աբրահամյանն արձագանքել է. «Վստահ եմ, որ Մարտուն Գրիգորյանի մտքով երբևէ չի անցել անել մի քայլ, որը կարող է որևէ ձևով նպաստ բերել ՔՊԱ-ականների քաղաքականությանը։ Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ պրիմիտիվ իրավիճակ է, որը ստանդարտ լուծում է ենթադրում և դա տեղի չի ունենում։ Այդպես չէ։ Մենք չենք ցանկանում անել քայլեր, որոնք Մարտուն Գրիգորյանին խոցելի կդարձնեն։ Ինքը, իր ընտանիքը հստակ կեցվածք ունեն, դեռ ժամանակ կա։ Մարտուն Գրիգորյանը կհայտարարի իր դիրքորոշումը, որը վստահաբար չի վնասի Հայաստանին, հայկական պետականությանը։ Նույնիսկ եթե Մարտուն Գրիգորյանը համագործակցի Վարդան Ղուկասյանի հետ, ապա դա երկար կյանք չի ունենա, ասել է Նաիրի Հոխիկյանը։ Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումն այսպիսին էր. «Վստահությունը մարդկային հարաբերությունների ամենակարևոր պայմաններից մեկն է։ Եթե չկա վստահություն, չի կարող լինել ոչ ընկերություն, ոչ բարեկամություն, ոչ սեր, ոչ ընտանիք, ոչ մի բան։ Եղածն էլ ձևական ու ժամանակավոր խաբեություն է։ Նույնը նաև քաղաքական հարաբերությունների մեջ է։ Եթե չկա վստահություն միմյանց նկատմամբ, չի կարող լինել, բացառվում է ցանկացած համագործակցություն։ Նայում եմ Գյումրիում տեղի ունեցող գործընթացներին ու հասկանում, որ եթե նույնիսկ Մարտուն Գրիգորյանը վերջապես որոշի համագործակցել Վարդան Ղուկասյանի հետ, ապա դա երկար կյանք չի կարող ունենալ, քանի որ այս երկու գործիչներն ու նրանց թիկունքում կանգնած քաղաքական ուժերն ունեն 0% վստահություն միմյանց նկատմամբ։ Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի թիմակիցներն ամեն տեսակի մեղքերի մեջ իրար մեղադրում են ու դրանից հետո դուք հույս ունեք, թե նրանց հնարավոր համագործակցությունը երկար կյանք կունենա։ Աստվածաշունչն ասում է՝ ավազի վրա կառուցված տունը շուտ է փուլ գալիս։ Նույն կերպ վստահության բացակայությունը նման է ավազի վրա կառուցված տան, որն առաջին իսկ քամուց փլվում է։ Ընտրություններից անմիջապես հետո երկու թեկնածուները իրենց աջակցությունն հայտնեցին առավել ձայներ հավաքած թեկնածուին, իսկ մեկը, ումից կախված է Գյումրիի ապագան, մտածում է, բանակցում, առևտուր անում, երկրորդ պլան մղելով ՔՊ-ի դեմ պայքարը։ Դա ներքին վստահության բացակայության ապացույց է։ Ես դադարել եմ հույսեր կապել Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի միավորման հետ, որովհետև հասկանում եմ, որ գործ ունենք ոչ թե հայրենիքի համար մտահոգված ու րոպե առաջ դավաճանական ՔՊԱ-ական չեկիստներից ազատվելու ցանկության, այլ անցյալից եկող անձնական քինախնդրության, սեփական շահի և փառամոլության հետ, որտեղ չկա վստահություն միմյանց նկատմամբ։ Կարծում եմ Գյումրիում մոտ ամիսներին արտահերթ ընտրություններ կլինեն, որտեղ ՔՊ-ն իր ոստիկանական բռնություններով մեծամասնություն կկազմի, կամ առանց ընտրության ՔՊ-ն կմեկուսացնի Վարդան Ղուկասյանին ու Մարտուն Գրիգորյանին և նորից Գյումրիի կառավարությունը